Երկրորդ մնացորդած 7-րդ գլուխ 14 համարի մեջ կարդում ենք այս շատ հայտնի համարը։ Գիտեք, երբեմն ափսոսում եմ, որ համարներ կա, այնքան ենք տեղին անտեղին ասել, ոնց որ համը կորցրած լինի։ Օրինակ Երեմիայի այդ համարը 29 գլխու, ես գիտեմ իմ ծրագրերը քո մասին բարուրդ, այնքան են ասել մարդիկ, միտը էլ չեմ ուզում այդ համարը լսեմ երբեմն։ Այս համարն էլ այդպիսի համար, անգիր գիտենք։ Բայց ճիշտն ասած երեկվանից շատ մտածել եմ, աղոթել եմ, ուրիշ թեմաներ կար, բայց այսօր շատ պարզ բան եմ խոսելու։ Վերնագիրը դրել եմ աղոթեք։ Շրջվի կողքինիդ ասա աղոթիր։ Ուրեմն այս համարի մեջ ասում է, եթե իմ ժողովուրդը, որը կոչվում է իմ անունով, խոնարհվի, աղոթի, փնտրի իմ երեսը եւ դառնա իր չար ճանապարհներից, այն ժամանակ ես երկնքից կլսեմ, կներեմ նրանց մեղքը եւ կբժշկեմ նրանց երկիրը։ Նայեք, սկսվում է եթեով, եթեն նախապայման է։ Մենք շատ ժամանակ Աստծո վրա ենք գցում մեղքը, որ Աստված այս բանը չարեց, բայց Աստված միշտ ուզեցել է, որ մենք իր հետ ոնց որ համագործակցենք։ Եվ Սուրբ գրքի մեջ շատ համարներ կտեսնենք, որ եթե կա, նախապայման կա, կամ ասում է, քանի որ դու այս բանը արեցիր, կամ այս բանը չարեցիր։ Սողոմոնի պատմությունը բոլորս գիտենք, աշխարհի ամենաիմաստուն մարդը դարձավ, բայց գիտեք ինչի, որտեվ գրված է, երբ որ նա պատանի էր, փոքր էր, անփորձ էր ու հանկարծ հայտնվել էր թագավորի դիրքի մեջ, այդ սկիզբն էր ու ինքը վախեցած էր, որ իր հորից Դավիթի պես մարդուց հետո դուք պատկերացնում եք ինչ ակնկալիք կար, ինչ ճնշում, ինչ pressure կար իր վրա, որ ես արդյոք կարող եմ իմ հորը նման այս ազգը առաջնորդել։ Եվ այդ գիշեր գրված է Տերը հայտնվեց Սողոմոնի երազի մեջ, ասեց ինձնից ուզի ինչ որ ուզես ես կտամ։ Եվ գրված է, որ Սողոմոնն ասեց Տեր, ես ոնց այս քո մեծ ու ահեղ ժողովրդին առաջնորդեմ։ Ես չգիտեմ, ես քեզնից եմ խնդրում իմաստություն։ Տուր ինձ մտային կարողություններ, որ ես դա անեմ։ Աստծո պատասխանը գիտեք ինչ էր։ Ասում է, քանի որ դու դա ուզեցիր, քանի որ հարստություն չուզեցիր, ոսկի չուզեցիր, թշնամիներիդ վրա հաղթանակ չուզեցիր քո, չգիտեմ, մանր-մունր կարիքները, այլ դու սրտացավորեն ուզեցիր ինձ հաճելի լինես, ես քեզ կտամ հարստություն, արծաթ կտամ, ոսկի կտամ, թշնամիներիդ քո ամեն ինչ կտամ եւ տվեց։ Այսինքն Աստծո թագավորության մեջ միշտ եթե կամ քանի որ շատ կարևոր բաներ են։ Եվ ամեն անգամ, երբ որ թվում է, որ Աստված ոնց որ թե չի լսում, մի բան մեր մեջ այն չի, Աստված ոնց որ թե հեռու է, երաշխավորում եմ, Աստծո կամքը ամեն օր դեպի քեզ այո եւ ամեն է։ Արևի նման Աստված միշտ փայլում է, այդ ամպեր կան, որ երբեմն փակում են, արևը մենք չենք տեսնում, մտածում ենք այսօր արև չկա, բայց արևը նույն ձևով երեկվա ջերմաստիճանով իր ֆունկշնը անում է։ Շատ մարդիկ, երբ որ մտածում են իրանց կյանքին նայում են այդ օրը մռթնած ամպոտ եղանակը, մտածում են, այսօր աշկիս Աստված ինձ վրա չի ժպտում։ No, Աստված ամեն օր քո համար բարի ծրագիր ունի։ Աստված ամեն օր հսկում է, նայում է քեզ եւ ուզում է օրհնել, որովհետեւ դու նրա աչքի բիբն ես, Աստված ասել, ով որ քեզ կգպնի, իմ աչքի բիբին կգպնի։ Քեզ օրհնողներն օրհնված կլինեն, անիծողներն անիծված, որովհետեւ մենք հավատքով Աբրահամի սերունդ ենք։ Բայց շատ ժամանակ դրանք կարող են լինել մեր անձնական մեղքերը, անհաշտությունները, խռովքները, կարող է լինել մի բան, որ իմ ու Աստծո մեջ բաժանություն է բերում։ Դա կարող է լինել իմ չիմանալը, իմ ժողովուրդը գիտություն չունենալու պատճառով կորսվում է։ Չէ, եղել է օրինակ նոր տուն ես գնում կամ վարձով մի հատ Airbnb տուն ես վերցնում, մի 4 օր տանջվում ես մի բանի համար, 5-րդ օրը դուրս գալուց իմանում ես, որ այնտեղ մի հատ կոճակ կար, որ սխմեիր, այդ բանը կաշխատեր, ասում ես, ոնց չեմ իմացել։ Շատ հավատացյալներ չգիտեն, որ արևը ամեն օր փայլում է, որ Աստծո ողորմությունները ամեն օր նոր են մեր կյանքի մեջ։ Ամեն օր Աստված վիկենդներին չի գալիս, այդ մենք ենք գալիս Կիրակի օրը։ Ինքը երկուշաբթի օրն էլ քո հետ քայլում է։ Ամեն։ Ուրեմն այդ եթեն ու քանի որը շատ կարևոր է, ասում է, եթե իմ ժողովուրդը, նայեք ինձ մեջ պատիվ է, Աստված գիտի, որ ամեն ժողովուրդ իր ժողովուրդը չէ։ Եվ դա արդեն մեզ տալիս է վստահություն, որ մենք Աստծո ժողովուրդն ենք։ Տերը օրհնի բոլոր մարդկանց, բայց երբ որ ես դուրս եմ գալիս փողոց, ամեն անգամ, երբ որ ես այդ հայտնությունը ունեմ, որ ես մի ժամանակ ժողովուրդ չէի, բայց այսօր Աստծո ժողովուրդ եմ, գնված Հիսուսի թանկ արյունով, ժառանգակից Քրիստոսի խոստումներին եւ Աստծո բոլոր խոստումները ինձ համար կան, հանկարծ իմ մեջքը սկսում է ձգվել։
Հանկարծ ես սկսում եմ ավելի վստահ ապրել իմանալով, որ իմ գլխի բոլոր մազերն անգամ հաշված են։ Իմ ժողովուրդը ամեն օր այդ պիտի խոսաս, որովհետև դու երևի նայում ես, չգիտեմ, քո bank account-ին, նայում ես քո բարեկամներին, նայում ես քո follower-ներին, ես չգիտեմ ինչն է քեզ տալիս այդ զգացողությունը, որ դու զգաս, որ դու կարևոր ես։ Ամեն այդ բաներից առավել կարևոր հայտնություն եմ ասում, դու Աստծո սեփականությունն ես, նա գրված է իր ձեռքի մեջ դրոշմել է քեզ։ Համարյա պատկերացրու քո նկարը Աստծո ձեռքի մեջ տատուարած է, իմաստը։ Աստված ամեն օր, երբ որ մի բան ուզում անել, դու իր մտքում կաս։ Անկախ քո զգացողությունից եւ ինքն է սկզբից սիրել քեզ, դու չես իրան գնացել։ Մարդիկ որ ասում են, ես գտա Տիրոջը, երբ որ դու մեղքերի մեջ մեռած ես, նա քեզ համար իր որդուն տվեց։ Դու թշնամին ես իր Աստծո, նա եկավ, որ փնտրի եւ փրկի մեղավորին։ Որքան առավել հիմա Սուրբ Գիրքն ասում է, որ արդեն նրա ժողովուրդն ենք, նա մեզ համար հոգ է տանում։ Շրջվի մեկին ասա, նա քեզ համար հոգ է տանում։ Ամեն առումով մտային, հոգևոր, ֆիզիկապես, նյութապես նա քեզ համար հոգ է տանում, որովհետև դու իր ժողովուրդն ես։ Եթե իմ ժողովուրդը, որը կոչված է իմ անունով, գիտեք, անունի մեջ շատ կարևոր բան կա։ Նախկինում, երբ որ ընտանիք պիտի կազմեին, հարցը որն էր, ում գերդաստանից է սա, չէ՞։ Ասում են սա ումնոնցից է կամ որտեղից է սերվում, սա ինչ ազգից է գալիս, որովհետև շատ կարևոր էր արմատները եւ Աստված այստեղ ասում է իմ անունով ես կոչված։ Գիտեք, որ Աստված փոխում է մեր ճակատագիրը, այո, նախկինում մենք թշնամի ենք, այսօր մենք կոչված ենք Աստծո սեփական ժողովուրդ։ Եվ ասում է չմոռանաք, դուք կոչված եք իմ անունով, դա հարց է փոխում, դա շատ բան է փոխում։ Չէ՞։ Եթե դու մի հայտնի անձնավորության ազգանուն ես կրում, ուր որ գնաս պետք է ասեն դու բարեկամ ես իր հետ։ Չէ՞։ Այո, մենք բարեկամ ենք Քրիստոսի հետ, մասնակից նրա ժառանգությանը։ Սուրբ Գիրքն է ասում, Եփեսացիս թղթի մեջ ասում է Հիսուսը ինչ որ վերցրեց հոգևոր աշխարհում որպես իր ժառանգություն, ինքը մեր ավակ եղբայրն է եւ այդ բոլոր օրհնությունները մերն է։ Հասկանում ես, որ մենք տարբեր ենք այս աշխարհի մարդկանցից, որովհետև նրա անունով կանչված ժողովուրդ ենք։ Բայց Տերը ասում է, եթե իմ ժողովուրդը, որը կոչվում է իմ անունով, խոնարհվի, այսինքն իջնի, հասկանա, որ այո, մենք խոսացի, երբ որ օրեր կա, զգում ես դու ով ես Աստծո մեջ, դու հպարտանում ես, դու ուժեղանում ես։ Բայց երբ որ մենք գալիս ենք Աստծո առաջ, մենք չենք գալիս, Տեր, ջոգիր քանի գլուխ եմ կարդացել այսօր, հալելույա, արդեն լավ հոգևոր եմ։ Գիտես, Տեր ջան, արդեն ուրիշների համար աղոթում եմ, մարդկանց համար բարեխոսում եմ, Bible study եմ գնացել, members class եմ անցել, ջրով էլ մկրտվել եմ, հալելույա։ Մենք մտածում ենք, որ դրանով մենք ավելի լավն ենք դառնում։ Բայց այս համարի մեջ ասում են, այդ ամեն ինչով, որ դուք իմն եք, իմ անունով կանչված եք, եթե իմ առաջ գալուս խոնարհվեք, ու դա պարտադիր չէ մարդիկ տեսնեն։ Ես չեմ ասում Կիրակի օր եկեք ստեղ չոքեք բոլոր, no, որովհետև ծածուկի մասին շատ բան կա գրված, Տերը տեսնում է քո ծածուկը, երբ որ դու մենակ ես, բայց քո սրտի մեջ, երբ որ դու խոնարհվում ես, երբ որ դու հասկանում ես, որ ամեն ինչ նրանով, նրանից ու նրա համար է, ես ոչինչ չեմ առանց քեզ, ամեն շունչը դու ես տվել, սրտիս ամեն զարկը դու ես տվել, հոգուս մեջ եղող ամեն լավ բաները քեզնից են, իմ կյանքի բոլոր բարի պարգևները քեզնից են, դու խոնարհվում ես Տիրոջ առաջ, դա շատ լավ բան է, Տերը խոնարհներին շնորհ է տալիս, հպարտներին շրջվում է մեջքով, ոչ մեկը դա չի կարող անել քո փոխարեն, եւ Աստված սրտերը քննող է, երբ որ մենք սրտանց խոնարհվենք եւ հետո աղոթ կանենք եւ փնտրենք իր երեսը եւ դառնանք մեր չար ճանապարհներից։ Ուրեմն առաջի քայլը աղոթքի կյանքի սկսվում է նախ հասկանալուց, որ մենք Տիրոջ համար կարևոր ենք։ Եկեք մենք մանկուց տառապում ենք այս կարևորության կարիքով։ Ինձ տեսան թե չէ, նկարի մեջ ես կենտրոնում էի, թե ծայրում էի։ Իմ անունը վերջում տվեցին, թե առաջից տվեցին։ Անունս մեծ ատառով էին գրել, թե փոքր ատառ, դա մարդկային էությունն է։
Եվ դրա համար մենք առանց հասկանալու երբեմն կարող ենք աշխարհ շուռ տալ, մենակ որ Երևանք տեսնեմ, հանկարծ մարդիկ հասկանան, որ վաու, ես ինչ լավ է դու ստեղ ես։ Տիրոջ առաջ մենք դրա անելու կարիք չունենք, Տերը մեզ տեսնում է, սիրելիներ, եւ ասում է առաջի քայլը իմ ժողովուրդը խոնարհվի։ Խոնարհությունը զենք է։ Գիտեք, ուզում եմ մի քանի, այս մասին առանձին քարոզելու եմ մի օր, բայց ես այս եկեղեցու համար, եթե մարդիկ ինձ հարցնեն, «Ո եկեղեցին տեսիլք ունի», այո, ես այն օրն էլ ասեցի, ի սկզբանե, երբ որ այս եկեղեցու տեսիլքը գրվում էր, սա էր, օգնել ամեն հայ ընտանիքի վերադառնալ իր իսկական քրիստոնեական արմատներին, որովհետև ինչ որ առումով բոլորս քրիստոնյա ենք, հավատացյալ ենք, Քրիստոսից առաջ արդեն մենք քրիստոնյա ենք, Գեղարդը Հայաստանում է, չգիտեմ, Սուրբ Սարգիսը մեր մոտ է, բլ հեքիաթներ, որ ոչ մի կապ չունի մեր սրտի վիճակի հետ։ Այո, դրանք պատմական փաստեր են, բայց մենք պետք է սովորենք Տիրոջ առաջ խոնարհվել, Տիրոջ առաջ իսկապես խոնարհվել եւ աղոթք անի եւ փնտրի իմ երեսը։ Գիտեք, շատ մարդիկ Աստծո երեսը չեն փնտրում, նրանք Աստծո ձեռքն են փնտրում։ Ոնց որ մեր երեխեքը շատ ժամանակ որ տուն ենք մտնում, հերվից ինչ են ասում, «Պապա, ինչ ես բերե»։ Չգիտեմ, ձեր երեխեքը տենց ասում են, թե չէ, մեր երեխեքը շատ են դա ասել։ Առաջի բանը իրանք քո ձեռքին են նայում։ Բայց Տերն ասում է, այո, իմ ձեռքերը միշտ լիքն են։ Սուրբ Գիրքն ասում է, Աստծո գետը ջրով լիքն է, այսինքն բարիքով։ Տիրոջ ոտնահետքերից պարարտություն է կարդում։ Տերը միշտ առատաձեռն է, տալիս է ավելի, քան մենք կարող ենք խնդրել, հավատալ կամ պատկերացնել։ Այդ ամենով հանդերձ, լինելով այդ էության Տերը, այստեղ ասում է, երբ որ իմ ժողովուրդը աղոթի եւ իմ երեսը փնտրի, ոչ թե իմ ձեռքը։ Գիտեք, երեսը փնտրելը երևի մեր մշակույթում ավելի լավ ենք հասկանում։ Մենք մեծացել ենք մի մշակույթում, ես մեր տանը, որ մաման եթե սենց աներ, գիտեի ինչ է նշանակում։ Եթե պապան սենց աներ, գիտեի ինչ է նշանակում։ Իրանք չէին խոսում։ Իրանք տենց նայելու ձևեր ունեին։ Կամ պարզ էր, չէ՞։ Շատ ով գիտի։ Մեզ չեն ասել, բայց իրանց երեսը փնտրելով մենք շատ լավ գիտենք ում տանը ինչքան կարող ենք ուտել, ընդհանրապես կարող ենք ու տներ կար, որ մենք գիտենք, մենք սեղանին չենք մոտենալու, ինչքան էլ ախորժալի բաներ լիներ, այդ տանը ուտելու իրավունք չկար, որովհետև կասեին սրանց երեխաները սոված են եկել։ Շատ հետաքրքիր մշակույթում ենք մենք մեծացել, չէ՞։ Բայց երեսը միշտ մեզ ուղղություն ա տվել, ճիշտ է թե սխալ է, լավ է թե վատ է։ Եվ Տերն ասում է, երանի իմ ժողովուրդը փնտրի իմ երեսը։ Նայի ինձ, ոնց եմ ուզում այսօր կնոջս հետ կռվեմ, բայց երբ որ նայում եմ Տիրոջը, Տերն ասում է, այդ իմն է, այդ տենց սեփականը չի, քո կինն է, բայց իմ աղջիկն է, ես խելոք գնում տեղս նստում եմ, կարող է գլուխս սկսեմ պատին խփել, որովհետև իր երեսից իշխանություն կա, ինքն է Տեր, ես փոքրանում եմ, երբ որ իրան եմ նայում, երբ որ ես մոռանում եմ, որ ինքը կա, Հիսուս այսպիսի առակ էր պատմում, ասում է, երբ որ մոռացան, որ Տերը գալու է, սկսեցին խմել, սկսեցին հարբենալ, իրենց ծառաներին ծեծել, որովհետև իրանց մտքում մտածին, որ մենք ենք մեր գլխի Տերը չի գալիս։ Այն պահին, երբ որ ես ու դու որպես հավատացյալ կորցնում ենք Աստծո երեսի զգացողությունը, մենք wild վայրի ենք դառնում, մենք մեր մարդկային տեսակը ռիվանջա վերցնում, գլուխա բարձրացնում։ Բայց եթե իմ ժողովուրդը, որ իմ անունով է կանչված, խոնարհվի, աղոթք անի, փնտրի իմ երեսը։ Եվ գիտեք, շատ ժամանակ մենք փնտրում ենք Տիրոջ երեսը, հասկանում ենք, բայց չենք դառնում։ Ու ասում է դառնա իր չար ճանապարհներից։ Այն ժամանակ, այդ քայլերից հետո խոնարհվի, աղոթի, փնտրի իմ երեսը, դառնա չար ճանապարհներից։ 4 քայլ անում ես Աստծուն։ 4 քայլ, հիշի, 4 քայլ, ընդամենը 4 քայլ է պետք։ Առաջինը խոնարհվել, աղոթել, փնտրել Տիրոջ երեսը, շրջվել չար ճանապարհներից, այն ժամանակ Տերն ասում է հիմա իմ հերթն է, տես ինչ եմ անելու։ Գիտեք, մենք շատ ժամանակ գիտենք, բայց չենք շրջվում չար ճանապարհներից։
Եվ դրանով մեղք են գործում, որովհետև Սուրբ Գիրքն ասում է, ով որ բարին գիտի եւ չի անում, մեղք է գործում։ Սա շատ հեշտ է։ Մենք գիտենք, բայց երբ որ չենք ուզում անենք, ինչ ենք անում, պատճառներ ենք ման գալիս։ Դա մեր էությունն է։ Եղանակը լավը չէր, երեխեքը ջղայնացրին, հարևանը սպիտանի չէ, շունս չգիտեմ ինչ էր։ Մենք ամեն պատճառ գտնում ենք մեր քայլերը արդարացնելու համար։ Մեր ցեղը այս ձև է, մեր գենը այս ձև է, այս երկրում է այդ ձև։ Տերը չի հարցնում բացատրություն, Տերը ասում է, եթե շրջվես։ Եվ ես գիտեմ, որ շատ ժամանակ ամենադժվար բաներից մեկը դա է փոխվելը, մենք չենք կարող մեզ փոխել։ Այսօր ժամանակակից տարբեր կրոնների կամ, չգիտեմ, ուսուցումների մեջ մարդիկ սովորացնում են կամքի ուժի մասին, սովորացնում են, որ շատ փորձի, չգիտեմ, տարբեր դասընթացներ են անցկացնում, ինչպես փոխվել, ինչպես ավելի լավը դառնալ։ Կեղտոտ ձեռքը չի կարող մաքրել կեղտոտ ձեռք։ Տկարը տկարին չի կարող զորացնել, անսուրբը չի կարող մեզ սրբացնել։ Մենք էությամբ փչացած ենք եւ մեր օգնությունը գալիս է դրսից։ Ամեն անգամ, երբ որ ես ներսից եմ օգնություն ման գալիս, ես նորից սայթակում եմ։ Միակ բանը, որ ներսից պիտի անեմ, աղաղակեմ Տիրոջը եւ ջանքանեմ դառնալ դեպի Տերը, դառնալ մեջքով չարիքին, այն սովորություններին, որ վատ են, ու դեմքով դեպի Տիրոջը։ Այն ժամանակ ես երկնքից կլսեմ։ Գիտեք, երկնքի հետ կապված շատ լավ բան կա։ Երկինքը ամենաբարձր տեղն է։ Երկնքում սահմանափակում չկա, չէ՞։ Տերը անդադ ասում է, որ ես երկնքից եմ լսում, ես վերից եմ լսում։ Ինչ օրենք կա, պատերազմ կա, կռիվ կա, ինչ որ կա, դրանք կան, մարդկային խնդիրներ, բայց Տերը վերևից է։ Ու այդպիսի համար կա, որ մեր Աստվածը վերևից է, նա բարձր է բոլորից։ Սուրբ Գիրքն ասում է, նա բարձրերում է նստած։ Դա ոչ միայն ֆիզիկապես բարձր տեղ է, այլ հոգևոր իշխանության, կարողության, իմաստության տեղից Տերը բարձր է։ Ամեն, եւ մենք պիտի հասկանանք, որ Տերը բարձր է, որովհետեւ մենք երբեմն կարծում ենք, որ Տերն էլ մեր պես է։ Սովորաբար մեր էությունն է, մենք միշտ մարդկանց չափում ենք մեր չափով։ Չէ՞։ Ռուսական ասացվածքը ասում է, ամեն մարդ չափում է իր փչացածության չափով։ Դա մարդկային էությունն է, մենք մարդկանց չափում ենք սովորաբար մեր պատկերացումով։ Եվ երբեմն ցավոք սրտի Աստծուն էլ ենք դնում, իբր Աստված, դրա համար ես չեմ սիրում այդ երգերը, որոնք Աստծուն ասում են դու իմ ընկերն ես կամ Աստծո մեջ ընկեր եմ գտել։ No, Աստված իմ ընկերը չի, Աստված երկինք ու երկիր ստեղծող Տերն է, որ համաձայնվում է գալ իմ կողքը, երբ որ ես տկար եմ։ Բայց նենց չի, որ ես նենց Տիրոջ հետ վարվեմ, դա ճիշտ չի։ Ամեն անգամ դու պիտի հասկանաս, որ սուրբ է զորած Տերը։ Նա մարդկանց գրած է բոլոր ազգերին Աստված նայում ասում է դույլից կաթացող կաթիլի նման եք։ Եվ այդ ներսի մեծարանքը, այդ ներսի պատկառանքը Աստծո հանդեպ մենք պիտի կրենք հասկանանք, որ Տերը բացառիկ մեծություն է, Տերը սրբություն է, Տերը նրա նմանը չկա։ Եվ այո, նա մեզ որպես իր երեխաներ ընդունում է, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի կարծենք, թե նա մեր պես է։ Սաղմոսի մեջ ասում է դու այդ բաները արեցիր, ես լռեցի, Աստված է ասում։ Ու դու կարծեցիր, թե ես քո նման եմ։ Երբեմն Աստված միանգամից մեզ չի պատասխանում, մենք մտածում ենք, դե Աստված օքեյ է իմ հետ։ Չէ, ուղղակի Աստված համբերատար է, որովհետև նա սիրող հայր է։ Ուրեմն, երբ որ մենք մեր 4 քայլերը անում ենք, ասում է, որ այն ժամանակ ես երկնքից կլսեմ եւ կներեմ նրանց անօրենությունները եւ կբժշկեմ կամ կօրհնեմ նրանց երկիրը։ Տեսեք, Աստծո կողմից կարծես 2 քայլ է, 3 քայլ։ Կլսեմ երկնքից, կներեմ նրանց մեղքերը, կբժշկեմ։ Այդքանը հերիք է, որ մենք երջանիկ լինենք։ Սաղմոս 2-ն ասում է. երանի այն ազգին, որի հանցանքները ներված են։ Ում մեղքերը, որ ներված են, այդ մարդը երանելի մարդ է։ Որտեվ մեղքի պատճառով դուռ է բացվում հիվանդության, անեծքի, ցավի, մեղքեր, որ մենք չենք էլ հասկանում, բայց դրանով դուռ ենք բացում։ Դրա համար մեղքը միշտ կեղտոտ օրինակ բերեմ, որ լավ հասկանան, կեղտոտ են իմաստով,
տեխնիկական իմաստով։ Ճանճերը միշտ հավաքվում են կեղտոտ տանը, չէ՞։ Խավարասերները, փոքր բագերը միշտ մաքուր տանը չեն գալիս։ Դրա համար սատանան ամեն ինչ անում է, որ մենք մի կեղտ թողնենք միտեղ։ Հետո դրա վրա դիվային ուժերը գալիս են, որովհետև դա հոգևոր աշխարհում իրավունք է տալի չարին մեր կյանքի վրա ունեն։ Դա է պատճառը, որ Աստված մեզ անդադ ուզում է սրբել, որովհետև երբ որ մենք սուրբ ենք, նրա պաշտպանությունը գործում է, նրա սերը գործում է, ոչ մի բան մեզ չի լինի։ Դրա համար առաջի բաներից մեկը Տերն ասում է, թե իմ ժողովուրդը, որ կոչվում է իմ անունով, խոնարհվի, աղոթի, փնտրի իմ երեսը, դառնա չար ճանապարհներից, այն ժամանակ ես երկնքից կլսեմ եւ կներեմ նրանց հանցանքները։ Բարի լուր ունեմ քեզ համար։ Եթե քո մեղքերը քո աչքին որթան կարմրի պես են, մտածում ես, որ ախր շատ եմ չափն անցել, Տերն ասում է, ես քեզ կսրբեմ։ Ես քեզ ձյունից ճերմակ կանեմ, ես քեզ brand new կանեմ, կմաքրեմ, ինչքան արևելքն արևմուտքից հեռու այդքան կհեռացնեմ քո անօրենությունը, չես զգա, որ դու մեղավոր ես, ու դա երանություն է։ Նա ոչ միայն ներում է մեր մեղքերը, նա մեզ արդարացնում է։ Գիտեք, տարբերությունը հասկանում եք, մարդը երբ որ հանցանք է գործում, իրան տանում են դատավճռի բանտ են տանում, չէ՞։ Հետո երբ որ օրինակ 10 տարի բանտում նստեց, ինքը բանտից դուրս է գալի, իրան արդեն բան չկա, ներվում է, բայց իր ռեքորդի մեջ միշտ մնում է, որ այս մարդը մեղավոր մարդ է եղել, այս ինչ թվականից, այս ինչը սենց հանցանք արել։ Դրա համար շատ մարդիկ, որ ուզում են իրենց կարիերայի մեջ հաջողություն ու առաջընթաց ունենան, ջանք են անում, որ նաև արդարացվեն։ Այսինքն դատարանը մի օր հայտարարի, որ թեև այս մարդը 10 տարի նստել է, հանցանք է արել, բայց արդարացնում ենք, նշանակում է ջնջում ենք իր ռեքորդը, որ ոչ միտեղ չերևա։ Եվ Տերը ասում է, ես կներեմ քո մեղքերը եւ կարդարացնեմ քեզ։ Միթե դա հրաշալի չէ։ Եվ դրանից հետո գալիս է բժշկությունը եւ կբժշկեմ ձեր երկիրը։ Դա կարող է լինել քո ընտանիքը, դա կարող է լինել քո ամուսնությունը, քո շրջապատը, անգամ հենց երկիրը ֆիզիկապես։ Աստված ուզում է բժշկել քո երկիրը։ Աստված ուզում է բժշկել քո ընտանիքը, քո հարաբերությունները, բայց այդ քայլերը գալիս է այդ հերթականությամբ։ Ամեն։ Եվ նորից հիմա այս շատ մանրամասնի լրիվ չեմ գնալու։ Ուզում եմ աղոթքի կարևորությունը տամ։ Սիրելիներ, մենք պետք է աղոթքը դարձնենք մեր կյանքի կարևոր մասը։ Երբ որ կարդում ենք Սուրբ Գիրքը, չեմ ուզում շատ համարներ բերեմ, Աստծո բոլոր մարդիկ օրվա մեջ մի քանի անգամ աղոթում էին։ Մարդիկ սովորություն ունեին, օրը մի քանի անգամ կանգ առնել։ Ես չեմ խոսում այն աղոթքի մասին, որ քշելով ձեռի հետ էլ մի հատ աղոթում ես։ Էդ էլ է աղոթք։ Բայց եթե սովորություն դարձնես կանգնել օրվա մեջ, թեկուզ 3 րոպե, 5 րոպե, ամեն ինչ անջատես ու խոնարհվես, եւ չեմ խոսում նորից ֆիզիկական, բայց ամբողջ էությամբ Տիրոջն ասես Տեր, դու կաս, ես քեզ պաշտում եմ։ Դարձրու այդ ռիթմը կյանքիդ մեջ, աղոթի, որովհետեւ ամբողջ Սուրբ Գրքի մեջ տեսնում ենք Աստծո մարդիկ աղոթում էին։ Դանիելը օրը 3 անգամ աղոթում էր։ Առաքյալները գրված է ժամը 9-ի աղոթքին էին գնում, այսինքն իրանք ժամային աղոթքներ ունեն, այս ժամին աղոթում են, այս ժամին աղոթում են, այս ժամին աղոթում են։ Գոնե կոֆեիդ գրաֆիկով աղոթքի գրաֆիկ ունեց, ինչ կասես։ Որոշ մարդկանց մոտ ժամացույցի պես աշխատում է 9-ի կոֆեն, 12-ի կոֆեն, 4-ի կոֆեն։ Մարդիկ ասում են, վրա չի ազդում, ես գիշերը մի հատ էլ կարամ խմեմ։ Եկեք պայմանավորվենք մեր սուրճի բաժակների վրա գրենք pray։ Որ հենց կոֆե ուզես միտքդ գա, որ մի հատ աղոթեմ, քանի րոպե ես կոֆե պատրաստում։ Մեր մեքենան մի 2 րոպեմ սարքում է։ Հաշվենք ջուրն է պակասեց մի հատ, գոնե մի 3 րոպե, եթե աղոթենք, եթե կանգնենք ու ամբողջ ուշադրությունը տանք Տիրոջ ու ասենք դու կաս, ես գիտեմ, դու նայում ես, դու տեսնում ես, ես քեզ պաշտում եմ։ Մենք փոխվելու ենք։ Ամեն։ Ղուկաս ավետարան 18-ի մեջ Հիսուսը հետևյալ խոսքերն է ասում, եւ Հիսուսը նրանց մի առակ պատմեց, որպեսզի ցույց տա։ Եկ Հիսուսը անպայման ուզում էր, որ ցույց տա, հասկանանք, որ պետք է միշտ աղոթել եւ չձանձրանալ։ Մի բան պատմեց, որ ժողովուրդը հասկանա, որ պետք է միշտ աղոթել ու չձանձրանալ։ Մեր տանը միշտ մեր երեխեքին ասում եմ, այդ խոսքը արգելված է, I'm bored, չձանձրանալ, աղոթքի չձանձրանալ, Տեր Հիսուսն է ասել, աղոթել եւ չձանձրանալ։ Եվ
Մատթեոս 6:6-ի մեջ արագ եմ անցնելու այս համարները, Տեր Հիսուսն ասում էր, բայց երբ որ դու աղոթում ես, չի ասում եթե աղոթում ես, որովհետև նա իր բոլոր զավակներից ակնկալում է, որ աղոթող մարդիկ լինեն։ Ամեն։ Շրջվին ինչ որ մեկին ասա, Տեր ակնկալում է, որ դու աղոթող մարդ լինես, եւ ասում է, երբ որ դու աղոթես, մտիր քո ներքին սենյակը, դուռը փակիր եւ աղոթիր քո հորը, որը անտեսանելի է կամ որը չի երևում։ Եվ քո հայրը, որը տեսնում է ծածուկը կամ գաղտնին, հայտնապես է քեզ հատուցելու։ Որոշ մարդկանց դեպքում շատ լավ է, որ դու դուռը փակես, հենց ֆիզիկապես մտնես միտեղ դուռը փակես, որ քեզ չգտնեն։ Որոշ մարդկանց դեպքում լավ է հեռախոսը անջատես կամ քեզնից հեռու դնես, բայց ինչ որ առումով հենց այդ նույն պատկերն է, ամեն ինչ անջատի, ուշադրությունդ միայն լինի Տիրոջ վրա եւ ծածուկում աղոթի, որովհետեւ հայրը որտեղ է ծածուկում։ Եկեղեցում էլ է, բայց ես հավատում եմ, որ ծածուկում եղած զրույցներ ամենաուժեղն են եւ նա հայտնապես հետո հատուցում է։ Ամեն։ Անցնում է մի քանի բաներ, Մատթեոս 5:44-ում Տեր Հիսուսը պատվիրել է աղոթել մեզ ցավացնողների համար։ Աղոթեք նրանց համար, ես ասում եմ, սիրեք ձեր թշնամիներին, աղոթեք նրանց համար, ովքեր ձեզ հալածում են։ Գիտեք, շատ զարմանալի բան կա։ Աստված մանրամասը չի գրել ինչ անում դա, բայց ես քեզ երաշխավորում եմ ու մեզ պետք է հավատքով ընդունել։ Երբ որ մենք աղոթքի մեջ տալիս ենք այն մարդկանց անունները, ովքեր ամենաշատն են մեզ ցավացրել, մենք բժշկվում ենք։ Մենք իրանց control-ից ազատվում ենք։ Ես չգիտեմ դու ունեցել ես դա իմ կյանքում ամենազզվելի բանը, որից շատ եմ ուզեցել ազատվեմ, դրանք այդ sticky thoughts, կպչուն մտքերն են։ Երբ որ մեկը քեզ ցավացնում է կամ մի բան ես լսում, որ մեկը քո համար արել է, դու ուր գնաս տիզի պես կպնում են եւ ես տառապել եմ դրանից, ասում ուզում եմ փոկեմ, էլի չէ, մտքիս մեջ ես կռվում եմ, չգիտեմ մենակի մոտ է դա, թե ձեր մոտ է կա, sticky thoughts, գալիս է տենց կպչում է, փոկում ես, էլի ճլտ գալիս է այդ։ Բայց երբ որ մենք սկսում ենք աղոթել այդ մարդկանց համար, նորից եմ ասում, սա հրաշք է, որին հնազանդվել է պետք։ Մենք ամեն ինչ ուզում ենք հասկանանք, բայց ոնց, բայց չէ որ, Տերն ասել աղոթի։ Եվ մենք պետք է վստահությամբ աղոթենք։ Չլինենք այդ երեխաների նման, որ միշտ ասում են, բայց ինչի։ Չէ՞։ Երեխուդ ասում ես ամեն օր պետք է բրաշ անես, բայց ինչի։ Ինչքան ասես, պատասխան էլի ուզում ասել ինչի, մինչև հասնի մի տեղ, որ եթե ծնողն ասում է, ուրեմն գիտի, որ ասում է։ Տերն ասել աղոթեք նրանց համար, ովքեր ձեզ նեղացրել են։ 4:6-ի մեջ շատ կարևոր բան, Փիլիպպեցիս 4-րդ գլուխ։ Շատ հեշտ է, երբ որ մենք ոգևորված ենք կոնֆերանսա կամ չեմ, ցենց հոգևոր միջավայրեր կա, որ մենք ուրիշ բան չենք ուզում անել, ուզում ենք մենակ աղոթենք, չէ՞։ Հետո օրեր կա, որ ասում են աղոթեք, ամբողջ էությունը չի ուզում աղոթի։ Բայց Պողոս առաքյալը Փիլիպպեցիներին, որ բանտից է գրել, սա բանտից գրված նամակ է, ասում է ոչ մի բանի համար չմտահոգվեք, մտքով հոգսաշատ չդառնաք ոչ մի բանի համար։ Մենք երբեմն դե երեխեքիս մասին ոնց չմտածեմ, դե եկեղեցու մասին ոնց չմտածեմ, ոչ մի բանի մասին մտահոգվել նշանակում է overload եղնել, թողալ որ դա ծանր գա քո վրա, չմտահոգվեք, բայց դեղն էլ ասում, ինչ անենք դրա համար։ Այլ ամեն բանի մեջ աղոթք արեք, աղաչանք արեք, այստեղ կարող եք լացել։ Աղոթեցիք երիկ չի, մի քիչ էլ աղաչում եք, աղաչել նշանակում է ասենց սրտաճմլիկ, ասենց դունչը դեղցի կորիզա դառնում ու ասենց ուզում ես լաց, այդ կարակ անեք այդտեղ, խնդրի, այդ ձև լաց եղի, բայց հետո այդտեղ մի մնա։ Որոշ մարդիկ այդտեղ պրծնում են։ Եք լացը մեզ հանգստացնում է, մենք մտածում ենք, դե մի լավ լացեցի Տիրոջ առաջ հանգստացա, նո, շարունակություն կա։ Այդ ոնց որ գնաց բժշկի ատամը թանի, բայց դեղ չդնի, կամ հաջող շարունակությունը չանի, այդ պահին relief կզգաս, բայց դեռ հարց կա լուծելու։ Մենք գնում ենք Աստծո առաջ աղոթք ու աղաչանք ենք անում, ասում ենք լավ էր հանգստացա, նո, այդտեղ չի պրծնում։ Եթե չսկսես գոհանալ։ Բայց ցավում է ոնց գոհանամ, գոհացի, որ այդ ցավից պրծար, բայց դեռ չեմ զգում, հավատքով գոհացի։
Որովհետև հավատքը չերևացած բաների ապացույցն է։ Շատ մարդիկ ասում են, դե որ չեմ տեսնում, ոնց գոհանամ։ Որ տեսնես, էլ հավատք չի, դա փաստ է։ Հիմա ձեզ հավատք պետք չի, որ հավատակ, որ ես եմ ձեզ հետ խոսում։ Շատ մարդիկ ուզում են տեսնել հրաշքը, նոր հավատալ, բայց Տերն ասել է, որ աղոթք ու աղաչանք անեք, սկսեք գոհանալ, շնորհակալություն հայտնել, որովհետև դա ցույց է տալիս, որ դուք հավատում եք, որ Տերը լսեց ձեր աղոթքը ու վերցրեց։ Եվ ձեր խնդրանքները Աստծուն հայտնի դարձրեք գոհությունով։ Միշտ գոհությունով, որովհետև գոհությունը հավատքից է բխում։ Ես շնորհակալ եմ, որ դու տեսար, լսեցիր եւ գալիս ես ինձ փրկելու։ Եվ որովհետև եթե աղոթքը չի կնքվում, վերջակետվում գոհությամբ, նշանակում է, որ դու հա դե խոսում ես, բայց վստահ չես, որ Աստված կլսի։ Դրա համար վերջում միշտ պիտի գոհանաս Տիրոջից այն բաների համար, որ Տերը արել է։ Ամեն։ Հակոբոս 5-րդ գլուխ 14-15-ի մեջ խոսում է աղոթքի համար, աղոթեք, երբ որ հիվանդ եք։ Ես հավատում եմ, որ դեղերը բժշկություն Աստծո օրհնությունն են, բայց երբեմն նեղվում եմ, որ մենք բացարձակ կորցրել ենք հավատքը, որ Աստված կարող է բժշկել։ Աստված դեռևս բժշկում է։ Հիսուս Քրիստոս նույնն է երեք, այսօր ու հավիտյան։ Նրա վերքերով մենք Հակոբոս առաքյալը գրում է, ձեզանից մեկը եթե հիվանդ է, թող կանչի եկեղեցու երեցներին։ Սա շատ կարևոր մաս է։ Շատ մարդիկ ասում են, դե այդ ինչ երեց է, հիվանդ էի մի հատ չեկավ, իսկ դու կանչեցիր։ Շատ մարդիկ ասում են, այնքան շատ, բայց փորձել եք կանչեք։ Ես չեմ հիշի երևի մի մարդ, որը զանգած կանչած լինի ինձ կամ որևէ ծառայողի եւ պատասխան չլինի։ Եվ այո, երբեմն զբաղվածության պատճառով կարող անձամբ ես չգամ, բայց անհնար է, որ եկեղեցուց մի առաջնորդ չգա, եւ դա հավասար է, որ երեցներից մեկին ասում է կանչի եկեղեցու երեցներին կամ նրանցից մեկին եւ նրանք թող աղոթք անեն նրա վրա, յուղով օծեն Տիրոջ անունով եւ հավատքով եղած աղոթքը կփրկի հիվանդին։ Եվ Տերը վեր կհանի նրան, եթե մեղքել գործել է, կթողվի նրան։ Իրար խոստովանեք ձեր հանցանքները, իրար վրա աղոթք արեք, որպեսզի բժշկվեք, որովհետև շատ զորավոր է արդարի ջերմեռանդ աղոթքը։ Ամեն, սա մի պրակտիկա է, որ մենք պիտի սովորենք։ Մենք պիտի սովորենք խոստովանել, ճանաչել մեր մեղքերը առաջ Աստծո առաջ, երբեմն իրար առաջ, իհարկե ըստ մեղքի խորության։ Հիմա, երբ որ ես մեղք եմ գործել, օրինակի համար հարևանի ավտոյին մի թեթև բզեցի, վռազեի իրան չասեցի, եկա, մեղք է, լավ բան չի։ Բոլորի առաջ կարամ խոստովանեմ, հետո գնամ իր առաջ, չէ՞, բայց երբ որ օրինակի համար մեղքը ավելի խորն է, որ կարա մարդկանց մեծ ցավ տա եւ այլը, այդ դեպքում պետք չի բոլորին ասել։ Դրա համար շատ ավելի private տեղ կա, հովվական, որ գնաս, կիսվես ու խոստովանվես։ Այս շատ կարևոր բան է, որտեղ ասում եմ, իրար խոստովանեք, այո, մեր ամենօրյա խնդիրների մեջ այսօր երեխեքից լավ նեղացրել եմ։ Բոլորս ծնող ենք, բոլորս կհասկանանք, կհավաքվենք իրար գլուխ, կաղոթենք, բայց երբ որ խնդիրը մի քիչ շատ ավելի խորն է, որ կարող է ուրիշներին ցավ պատճառել, գայթակղության պատճառ լինել, մենք չենք հայտարարում բացահայտ աշխարհի։ Ամեն։ Այդ պահը, որ ասում է գնա եւ խոսա, երբ որ դու ունա մենակ եք, օգտակար բան է։ Բաներ կա, որ մենակով է լուծվում, փոքր շրջանակներում։ Եվ երևի վերջի բանը, ինձ հոգեհարազատ գեղեցիկ պահերից մեկը Հակոբոս առաքյալը խոսում է հրեաներին։ Հակոբոսի նամակը գրվել է հրեա ժողովրդին եւ ասում է. Եղիան ձեր նման մարդ էր, մեզ նման։ Գիտեք, Եղիան ամբողջ հրեաների համար ու իրականում այն մարդն է, որը չգտնվեց։ Եղիային մարդիկ չհասկացան, կառքով հափշտակվեց երկինք, երկու մարդ են այդ ձև եղել, որ հափշտակվել են կենթանի կերպով, իրանց գերեզմանը չկա։ Եղիան Աստծո մարդ էր, որ նրա խոսքով Աստված հրաշքներ էր անում։ Իսրայելի ամենազորավոր մարգարեներից մեկն էր եւ հրեաների համար Եղիան Աստծուց մի քիչ ներքև էր։ Հիմա Հակոբոսն ասում է Եղիան, բոլորը մտածում են, «Վաու, Եղիան», Հակոբոսն ասում է, «Մեր նման մարդ էր»։ Ոնց կարող է Եղիային, այո, Եղիան մեր նման մարդ էր, հետո ավելացնում է, կրքերի տեր մարդ էր։
ոչ թե Եղիային է իջացնում, մեզ է բարձրացնում Եղիայի մակարդակին։ Եվ գնացեք Եղիայի կյանքը կարդացեք, Եղիան մեր նման մարդ էր, կրքերի տեր մարդ էր, բայց աղոթք արեց, որ անձրև չգա, եւ 3 տարի ու 6 ամիս երկրի վրա անձրև չեկավ։ Եվ դարձյալ աղոթք արեց, երկինքը անձրև տվեց, եւ երկիրը պտուղ բերեց։ Ինչ է ուզում ասել, որ քո աղոթքը զորավոր ու ազդեցիկ է։ Մեր աղոթքը կարող է ազդել 3.5 տարի սրանից հետո։ Մեր աղոթքը կարող է անցնել սերունդներին։ Մեր աղոթքը կարող է քաղաքական, իշխանական, հոգևոր աշխարհի մեջ բերել փոփոխություններ։ Գիտեք, մարդը սովորաբար չի կարող եղանակը վերահսկել։ Բայց մենք փաստորեն կարող ենք մեր աղոթքով անել դա։ Եվ հենց այդ օրինակն է գրած, աղոթեց անձրև եկավ, աղոթեց անձրև չեկավ։ Եթե պատմությանը կարդակ, Եղիան, երբ որ գնաց կանգնեց Աքաբի առաջ, ասավ անձրև չի գա, մինչև ես չասեմ։ Չասավ ես աղոթեմ, ստեղ աղոթք ասում, բայց այնտեղ ասում է, երբ որ ասեմ անձրև, անձրև կգա։ Սերներ, Քրիստոսի մեջ մենք իշխանություն ունենք։ Երբ որ չարիքը կաթում է անձրևի պես տանդ վրա, շրջապատիդ վրա, մի կուչարի մի անկյունում ու ողբա քո վիճակը, հասկացի, որ Քրիստոսի մեջ դու իշխանություն ունես։ Արդարի ջերմ աղոթքը շատ ազդեցություն ունի։ Եթե մենակ դժվար է բռնի մեկին ասա, հե, արի սկսենք աղոթել։ Եկեք աղոթենք, բայց եթե մենք ուզում ենք դառնալ զորավոր եկեղեցի, աղոթքը պիտի լինի մեր շնչառությունը։ Ես չեմ հավատում, նայեք, այս եկեղեցու աղոթքախումբը, ուզում եք ասել, որ մի արտոնված խումբ աղոթողն է, մնացածս չաղոթողը, այդ եղա սխալը։ Ես դրա համար այս եկեղեցում ինչքան փորձինք հետո հասկացա, որ նո։ Որովհետև երբ որ աղոթքախումբ ունենք, այդ իրանց գործն է, ես գնամ, մենք բոլորս, եթե իմ անունով կանչված ժողովուրդը, ոչ թե ժողովրդի մեջ հատուկ մարդիկ, այլ ժողովուրդը հասկանա, որ աղոթքը երկնքի ու երկրի միջև կամուրջն է, աղոթքով երկինքը գալիս է երկրի վրա, եւ երբ որ եկեղեցին աղոթում էր, Պետրոսի բանտը հանկարծ բացվում է, ինքը քնած է։ Չգնամ այդ պատմություն, շատ լավ պատմություններ ունեմ գրած, բայց չեմ գնա դրա։ Այս քույրիկը աղոթքի հոգի ունի։ Դու չաղոթքի հոգի ունես, ուրեմն դեռ քրիստոնյա չես։ Դեռ աղոթքը իմ սիրտի բաբախն է երկնային հոր հանդեպ։ Ես ուղղակի չեմ օգտագործում դա։ Ամեն հավատացյալ աղոթք պիտի անի եւ Տերը պիտի լսի։ Ամեն աստվածապաշտ աղոթք պիտի անի եւ Տերը պիտի լսի։ Եվ դու պիտի ունենաս գիրք, որի վրա պիտի գրված լինի աղոթքներ, որ Տերը պատասխանել է։ Ու պիտի քո երեխաներին պատմես ու ասես, այսպես է վիճակը, բայց մենք աղոթք արեցինք։ Եվ այդ պատմությունները պիտի փոխանցվեն սերնդե սերունդ, բայց քո աղոթքը կրոնական ռիտուալ չի, որ արինք թեթևացանք, յոգա չի, սթրեչ եղանք, դզվինք, no, աղոթքը ճակատագրեր ու կյանքեր է փոխում։ Աղոթքը պատմություն է փոխում, աղոթքը ընտանիքներ է փոխում, աղոթքը սերունդներ է փոխում, աղոթքը հիվանդին բժշկում է, աղոթքը աղքատությունը ջարդում է, աղոթքը դեպրեսիան հեռու է տանում, աղոթքը մեզ մոտեցնում է Աստծուն, աղոթքը փոխում է մեզ։ Դրա համար Տերն ասում է, եթե եւ այսօր իմ challenge-ը քեզ դա է։ Հա, թե չէ։ Աղոթես թե չես աղոթի, եթե իմ ժողովուրդը սկսի աղոթել, եթե այն ժողովուրդը, որ կանչված է իմ անունով խոնարհվի, աղոթի, փնտրի իմ երեսը, դառնա չար ճանապարհներից, այն ժամանակ ես երկնքից կնայեմ։ Եվ կներեմ նրանց մեղքը ու կբժշկեմ նրանց երկիրը։ Սա հրաշալի խոստում է։ Ես հավատում եմ, որ այստեղ չկա մի ընտանիք, որ Աստված չի ուզում օրհնել, ամեն առումով։ Սիրելիներ, մենք դուրս ենք գալու, մարդիկ պիտի ասեն, այս օրհնված տուն է։ Նրանք, ովքեր կիսատ պրատ են, այն իմաստով, որ երեխեքը ուրիշ տեղ են, իրանք ուրիշ տեղ են։ Ես հասկանում եմ, որ շատ բաներ մեր անցյալից չենք կարող հետ բերել, բայց հիշեք Եսթերի պատմությունը, ամեն ինչ, որ սատանան ծրագրեց
ցավացնելու, Աստված դրանից մի պատմություն սարքեց, որ բոլորն ասեն մեծ է Իսրայելի Աստվածը։ Ասա ինքդ քեզ ամեն ինչ որ սատանան ծրագրել է քանդել իմ կյանքը, եթե ես գամ Տիրոջ առջև Տերը հրաշք անելու, եւ մարդիկ պիտի ասեն դու օրհնված ես։ Հիշեք Նոեմիի պատմությունը Ռութի գրքի մեջ։ Նոեմին երբ որ հետ եկավ ամեն ինչ կորցրած էր, ասավ ինձ չասեք Նոեմի, ես դառը մի կին եմ, կյանքիս մեջ մի քաղցր տեղ չի մնացել, ամեն ինչ դառնացել է, բայց վերջում գրածա քաղաքը հավաքվել էր նրան ասում էր Նոեմի դու օրհնված ես, Աստված քեզ օրհնել է, Աստված քո կյանքը ծաղկացրել է։ Սիրելիս, Աստված առյուծի բերանից իր զավակներին հանող Աստված է։ Աստված խավարը լույսի փոխող է։ Աստված հրաշքներ է անում, նրա ձեռքը չի կարճացել, նրա ականջը չի ծանրացել, նա այսօր էլ նույնն է։ Հիսուսը, որ քայլում էր գյուղերով եւ քաղաքներով գրված է, եւ մարդկանց բարիք էր անում, եւ սատանայից հարստահարվածներին բժշկում էր, նա նույնն է երեք այսօր ու հավիտյան։ Եթե հասկանում եք, մենք ասուն չենք ասել, եթե Տերն ասել, no, ես եմ ասել, եթե դուք սկսեք աղոթել, տեսեք ինչ եմ անելու։ Եկեք կանգնենք ոտքի։